քանի Սուրբ Հոգին չէր եկել, նույնիսկ առաքյալները դեռ չէին հասկանում Քրիստոսի ասածները, չէին ընկալում, չէին իմանում, որովհետև Սուրբ Հոգին պիտի լուսավորեր մարդու միտքը, հոգին, որպեսզի մարդը հասկանար ոչ երկրային, երկնային իրողություններ, առանց Սուրբ Հոգու հնարավոր չի։ Դրա համար մենք ասում ենք եկեղեցին ծնվեց այդ օրը։ Ուրեմն Սուրբ Հոգու գալուստը եկեղեցու ծննդյան օրն էր։ Ոչ միայն առաքյալները մկրտվեցին այդ օրը Սուրբ Հոգով, այլ եկեղեցին մկրտվեց Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին եկավ եւ ներգործեց եկեղեցու մեջ եւ գործելու է մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ուրեմն եկեղեցին առաջնորդում է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին է եկեղեցու առաջնորդը, Սուրբ Հոգին է եկեղեցուն տանողը։ Մարդիկ ընդամենը գործիքներ են, որոնց մի մասը հնազանդվում են Սուրբ Հոգուն եւ կատարում են Աստծո կամքը, որոնց մի մասներ չեն հնազանդվում Սուրբ Հոգուն, մարում են Սուրբ Հոգին, տրտմեցնում են Սուրբ Հոգին եւ Աստծո կամքը չեն կատարում։ Եկեղեցու մեջ նույնիսկ։ Ուրեմն, բայց ընդհանուր եկեղեցին Սուրբ Հոգու տաճարն է։ Եվ տեսեք, մենք մկրտվում ենք, հետո դրոշվում ենք մեռոնով, որը Սուրբ Հոգու դրոշմն է, Սուրբ Հոգու շնորհները ստանալու խորհուրդն է։ Մարդիկ ձեռնադրվում են հոգևորական, եպիսկոպոսը ձեռքը դնում է վրաները, աղոթում է, հետո մեռոնով օծում է, որը Սուրբ Հոգին ստանալու շնորհն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր առաքյալներին ձեռնադրեց, հետո Սուրբ Հոգին վերնատան իջավ առաքյալների վրա եւ իրենց Սուրբ Հոգով օծեց։ Ուրեմն Սուրբ Հոգին այսօր աշխարհի մեջ գործում է եւ պիտի գործի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Եվ մենք բոլորս պիտի փափագողները լինենք Սուրբ Հոգու շնորհներով լցվելու, որովհետև առանց Սուրբ Հոգու մենք ոչինչ չենք հասկանա։ Հոգևոր ոլորտը մեր առաջ փակ կլինի։ Մենք միայն մարմնական կամ այս աշխարհային կամ բանական գիտելիքով պիտի փորձենք Աստծուն ճանաչել ու չենք ճանաչելու, որովհետև ասում է մարմնավոր մարդը չի կարող ճանաչել Աստծուն։ Պիտի Հոգին ներգործի, որը Սուրբ Հոգու միջոցով այսօր տրվեց մեզ։ Ուրեմն Սուրբ Հոգու գալուստը շատ կարևոր է։ Առանց Սուրբ Հոգու ներգործության չկա քրիստոնեություն։ Առանց Սուրբ Հոգու շնորհով չկա քրիստոնյա մարդ, որտեղ մարդը չի կարող, մարմնավոր մարդը, բանավոր մարդը, բանական մարդը չի կարող ճանաչել Աստծուն, եթե ինքը շնորհով օժտված չլինի։ Իսկ այդ շնորհ տվողը Սուրբ Հոգին է։ Այսօր Սուրբ Հոգու գալստյան տոնն է։